Ինչ պուպուշ վիդեո է, չէ՞։ Կապան, խուստուփ, արևածագ։ Ավելի լավ ուղղակի չի կարող լինել։ Սակայն չեմ ուզում ձեզ տխրեցնել, բայց մեդալը ունի նաև իր հակառակ կողմը։ Ամենագնացներով խուստուփի գագաթ հասնելու համար պետք էր սարը շրջանցել։ Ուստի գիշերը ժամը 3-ին Կապանի կենտրոնից շարժվեցինք դեպի Ճակատեն գյուղ։ Կապանից դեռ դուրս չեկած անցանք թշնամու դիրքի մոտով, որը գտնվում էր ընդամենը 128 մետրի վրա։ Այո, դիրքն ուղղակի առաջ էին տվել ու վերցրել ճանապարհը։ Հետո անցանք ադրբեջանական եւս մի դիրքի մոտով։ Այն գտնվում էր 618 մետրի վրա, իսկ մենք դիտարկվում էինք։ Հաջորդ դիրքը մեզանից 451 մետրի վրա էր, մյուսը 349։ Այսպես անցանք Ճակատեն գյուղն ու շարժվեցինք Շիկահող։ Թշնամու դիրքը 671 մետրի վրա էր, նույնիսկ գիշերով երևում էր լուսավորվող ադրբեջանական դրոշը։ Անցնելով Շիկահողը հասանք Սրաշեն, ու այստեղ սկսվեց ամենաաբսուրդը։ Մոտակայքում գտնվում էր ներքին հանդը, որը 3 կողմից շրջապատված է թշնամու դիրքերով։ Տեղ-տեղ դիրքերն առաջ են տված մոտ 4.5 կիլոմետր, իսկ որոշները տեղակայված են գյուղի տներից մոտ 600 մետրի վրա։ Դիտարկվելով անցանք նաև ներքին հանդը, ծավը եւ հասանք Շիշկեր, որտեղից էլ գրունտային ճանապարհով հասանք Խուստուփի գագաթից ոչ հեռու տեղակայված Նժդեհի կիսանդրու մոտ։ Գագաթն էլ բարձրացանք, արևածագն էլ տեսանք, սակայն գլխումս միայն մի բան էր պտտվում։ Այս ամենի մոտով դեռ պետք էր անցնել առավոտյան։ Ինչ ասեմ, բարով խիրով վերադարձանք Կապան, սակայն եթե գիշերային վատ տեսանելիության պայմաններում գոնե չէին գիտակցում, թե թշնամին որքան է առաջ եկել, ապա առավոտյան համոզվեցինք, որ տասնյակ դիրքեր ու բնակավայրեր բառացիորեն չունեն նեյտրալ միջտարածք։ Չգիտեմ ինչպես նկարագրել ապրումներս։ Ինչ բառերով բնութագրել են զգացումները, երբ 150 մետրի վրա թշնամու դրոշներ ես տեսնում։ Եթե համարձակ գտնվեք ու մի օր գաք Սյունիք, կխնդրեմ բոլորիդ անցնեք այդ ճանապարհով։ Գոնե մեքենայով։ Կարծում եմ միայն այդ դեպքում դուք կգիտակցեք, թե ինչ է կատարվում ու դեռ ինչ կարող է կատարվել։ Ես ամենևին խուճապ չեմ տարածում։ Ուղղակի հիշեցնում եմ իրողությունը, ցույց տալիս թշնամու դիրքերի տեղակայումը եւ վերլուծում, թե ինչի է նա ընդունակ։ Երբ գնում եք ջեյլոների համերգների, գարեջրի ու գինու փառատոնների, մի պահ ուղղակի հիշեք, թե ինչ են զգում այս գյուղերի երեխաները։ Չնայած Կապանն ու Երևանն ու 300 կիլոմետր հեռու է։ Այ երբ որ թշնամին կհասնի մեր տան Պազեզդին, նոր այդ ժամանակ մենք բոլորս ոտքի կկանգնենք ու կպաշտպանենք մեր գարաժները, բուտկեքն ու բիսեդկեքը։ Բարին ընդ ձեզ։